Ղուկասյան 2 օր առաջ մեր երկրում, մեր կյանքում աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ։ Շատերը դա մեր պատմության ամոթալի էջերից մեկը որակեցին, ոմանք նաև նշեցին, որ Արցախի անկումից հետո սա ամենասոսկալի իրադարձությունն է։ Դուք ինչ գնահատական կտաք Վեհարանի վրա իրավապահների հարձակմանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի ձերբակալմանը, ապա կալանավորմանը։ Գիտեք, ես մի բան ասեմ, նախ չէի ուզում ես հարցազրույց տալ։ 2 օր էլ ինձ այն գիշեր ցերեկ դու այնպես արեցիր, որ ես վերջը սկսեցի նորից հարցազրույց տալ։ Լավ, եթե եկի հասել ես այստեղ, ինչ անեմ, հարցազրույց պիտի տամ։ Ինչ պիտի ասեմ։ Վանդալիզմ, ուրիշ ոչ մի բան։ Ես 65 տարեկան եմ, ես չեմ տեսել, որ եկեղեցու վրա նմանատիպ հարձակում լինի, նմանատիպ ձևով կան սրբազանին ուզենան տանել։ Այս սրբազանին ուզում եք տանել, գայք Գյումրիում ավելի հեշտ կտանեք, քան թե գնայք Էջմիածին, այդ կան, հավաքեք սաղ աշխարհը, բան, այս կոմենկոն, դա, եթե շոու եք անում, ուրիշ բան է։ Նախ չնայած ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, որովհետև ես չեմ շփվում շատ մարդկանց հետ։ Մի հատ ճգնավորներից մեկը կա, անունը Մարդյանի է։ Ամբողջ կյանքը փախավ մարդկանցից ու ասում էր փախիչ իմ մարդկան է Մարդյանը։ Ինքը փախնում էր, այդպես որովհետև իշքան մարդուն մոտիկ եկավ, այնքան մեղքի տակ ընկավ, եւ երբ որ ուզում էին մոտենալ իրեն, ինքը փախնում էր ու ասում էր փախիր իմ մարդկան է Մարդյանը։ Մենք չգիտենք ինչ է կատարվում։ Այնքան են խապել բոլորիս, այնքան Լևոն Իշտյանի ֆինդերն են արել, որ հիմա չենք էլ հասկանում, թե ինչ է կատարվում, ոնց է կատարվում, ինչ են ուզում այս ժողովրդից ու մեզանից։ Միանշանակ ուղղակի մենք մի բան գիտենք, ճիշտ ապրելակերպ, հայրենիք սիրել, հավատք ունենալ, խիղճ ունենալ եւ նմանատիպ քայլերը, նմանատիպ վերաբերմունքը գնահատում ենք բացասական, թուրքական, չգիտեմ էլ թուրքերը բաները որ թվականին են հարձակել Էջմիածնի վրա։ Ասենք, եթե որ նայում եմ, միայն այդպիսի վերաբերմունք եմ տեսնում։ Ուղղակի ես կոչ կանեի այդ ոստիկանների ծնողներին, այդ ոստիկանների ընտանիքներին, կանանց, երեխաներին, հայրերին, մայրերին, մի խոսքով ում որ իրենք հարկում են, դուք չեք տեսնում, թե ձեր երեխաները ինչ սկզբունքով են հաց վաստակում։ Այդ հացը անեծքի է, անեծքի հաց է։ Այդ հացը, որ իրանք բերում են ձեր տուն, որ ասում են տես գումար բերեցինք, դա ձեր երեխաներին տանջանքի ու հիվանդության ու ես չգիտեմ ինչու գումար են վաստակում։ Այդ հարյուրապատիկը, հազարապատիկը պիտի տան, անպայման պիտի ձեզանից դուրս գա եւ ընդուպ կյանքային առումով։ Ինչ եք գնաց է այդպես կատարում այդ հրամանները, որ հրաման է կատարում ենք։ Հրաման է, եթե տեսնում ես, որ հակա ժողովրդական է հրամանը, հակա հայկական է, Աստծո դեմ հրաման է, դուք որպես ինչ եք կատարում։ Այդ պաշտոնը դուք չեք պատկերացնում, որ անեծքը, որ թափավ Աստծո անեծքը, որ թափավ մարդու վրա, մարդու ընտանիքի վրա, դա այդտեղից բրձում չկա։ Ես մի բան ասեմ հայոց պատմությունից, ուրեմն Տիրան թագավորը սպանեց հայոց 2 կաթողիկոսների։ Մեկը Հուսիկին Սուրբ, մյուսը Դանիելին։ Դրանից հետո այնպես եղավ, որ Աստծո պատիժը իրանք ասեցին, Աստծո պատիժը պատրաստվի գլխի թափելու է։ Արշագույնած տոհմից էր Տիրան թագավորը։ Եվ Պարսիկ շապուը կանչեց ու տարավ, այստեղ Հայաստանի մեջ աչքերը կորացրեց ու գերի տարավ։ Արշակի հորը, Արշակ թագավորի հորը։ Եվ ինքը ասեց, որ 2 սրբերի ես նահատակեցի, 2 աչքերս կորացրեց Աստված։ Դրանից հետո ինչ որ հրաշք կատարվեց Արշակ թագավորին, հույնած թագավորը Պարսիկների հետ բերեցին հայոց ազգին թագավոր, Արշակն էլ իրան սխալ պահեց, Աստծուն դեմ գնաց եւ Արշակի աչքերն էլ կուրացրեց Աստված, այսինքն 2 հոգի նահատակվեցին, հայր եւ որդի կուրացան ու սպանվեցին։ Դուք չեք վախենում այդ պատժից։ Մենք մեր հալալը չենք կարող ուտել։ Դուք հարամը ո՞նց եք գնում պաշտպանում։ Դուք ո՞նց եք այդպես այդ հրամանները կատարում։ Ես զարմանում եմ ձեր վրա։ Վերջը հայերեն եք խոսում։ Մեսրոպ Մաշտոցի լեզուն եք խոսում։ Գրիգոր Լուսավորիչի զավակներ ենք բոլորս, ինչի եք կատարում դուք այդ թուրքական հրամանները։ Մի խոսքով դատապարտում եմ խայդարակ ձևով։ Չնայած մենք գիտեք, ես այստեղ հեչ բանից տեղյակ չեմ։ Չեմ էլ շփվում, չեմ էլ ուզում գիտենալ, թե ինչ է կատարվում, բայց գիտեմ, որ խաղեր են անում էլի։ Այնքան են խապել ժողովրդին, որ ժողովուրդը չի դուրս գալիս։ Հիմա չգիտեն ինչ անեն, որ ժողովուրդ դուրս անեն, այնքան որ խապե ֆրծրել են ժողովրդին։
Մենք այն աֆգանական մի հատ կինո կա, Ծիվյատայա ռոտը։ Ուրեմն պատերազմը վերջացել էր, Ծիվյատայա ռոտան կրվում էր։ Այդ մեկը վայտե մենք ենք իսկականից այս բանից տեղյակ չենք, մեր ճշմարտությունն առել ենք ու գնում ենք առաջ։ Հետո մի բան ասեմ այսօրվա այս ղեկավարությանը։ Դուք որ այդ սրբազաններին կալանավորում եք եւ հավատացյալ ժողովրդին։ Դուք պատկերացնում եք, որ իրանք գնացին այդ խցի մեջ կսկսեն աղոթել գիշեր ու ցերեկ։ Թե այստեղ աշխարհիկ էին ապրում, այնտեղ հոգեվոր կաբրեն իսկական։ Համ իրենք կաշխարեն, համ իրենց աղոթքները կբարձրանան առ Աստված եւ դուք կպատժվեք։ Դուք նուժերի չեք մտածում այդ պատիժից։ Դուք չեք տեսնում, որ մարդու կյանքը, այսինքն դուք մտածում եք, որ այս 70 տարին է մարդու կյանքը։ Բայց 70 տարուց հետո ապրել կա։ Ձեր ինչ բանն է, թե դուք ելել եք մեկը ամուսնացել է, մեկը չի ամուսնացել, մեկը ինչ արեկան բան արել։ Դուք տրանսգենդերների դարդելացեք, որ դրա համար հսկայական պատիժ է թափվելու ձեր գլխին։ Դուք դրա դարդելացեք, որ ազգային ժողովով ընդունվել է օրենքը Հայաստանում։ Դուք դրա դարդելացեք, որ երեխաներին դպրոցներում փչացնում եք։ Դուք այդ մագարտակի մարդը կարող է հայոց եկեղեցու սրբություններից խոսա։ Հայոց եկեղեցին ու դուք իրարից 1 կիլոմետրից ավել տարբերություն ունեք մակրության առումով։ Դուք ինչ իրավունք ունեք քննադատելու եկեղեցուն ու եկեղեցին ուզենաք քանդել։ Մի խոսքով դադապարտում ենք, այնպես սոսկալի ձևով ենք դադապարտում եւ գիտենան, որ երբ որ այսպես հեշտ ու հանգիստ կաթողիկոսին բան են ասում, գիտեք, ես այդքան չեմ էլ ընդունում շատ հոգեվորականների։ Ես միանշանակ իրենց շատերին դեմ եմ, մինչև այսօր էլ դեմ եմ, բայց ես այլ ձևով եմ մտածում։ Հիմա մեկը կար այստեղ Գյումրիում, հայ ու հրապարակը մենք այն ժամանակ այդ արձանը որպես մայր Աստվածածնա արձան էինք սարքել։ Վրայի վեղա բանը, այսպես լուսեպսակը կաթողիկոսն ասեց, որ դուք իրավունք չունեք Աստվածածին տնելու, դա կաթոլիկական է բան, ինձ էլ ասեց դու հավատացյալ մարդ ես։ Հիմա որ դա անում ես 318 հայրապետների նզովքին արժանի կլինես Վարդան։ Ասի ինչ անեմ, սա գնա լուսեպսակը հանի։ Նույն րոպեին լուսեպսակը հանեցի։ Քանդակագործը հիմա լսում է։ Սկսեց հետևից հայել։ Սի մեղք ես կպատժվես։ Արա ուրեմն սա գնաց ավայրա տվեց։ Աները մեռավ։ Իրա ոտքերը ջարդավ կնոջ կինը ընկավ վարվեց, հասկացար։ Ինքը 3 անգամ ծերու ոտը ջարդվա, վերջում եկավ ասեց ինչ անեմ, որ Աստված մեղքերից թողություն տա։ Ասի արի քահանայի մոտ խոստովանվի։ Մի հատ այստեղ հայորդ 19-ը որ սարքել են շինարարը, այս պատմում եմ կաթողիկոսն չգիտես պատմությունները։ Շինարարը կաթողիկոսն ասում էր մակուր արա, թե չէ գումարները չեմ տալիս։ Բան սա սկսում էր հետևից հայոյել։ Սրան տեղյակ բայցի ասի արա 3 անգամ մգր բան է արած, օծված է, կաթողիկոսն է, դու իրավունք չունես մեզ բան անելու։ Ուրեմն ինչ պատիժ թափավ կինը մահացավ, ինքը 3-4 անգամ ինչ օրը ընկավ, վերջում բերանին լավ մարդ էր ողորմ իրան։ Բերանը դաժե ծրվեց, եկավ ասեց ինչ անեմ, ես գիտեմ, որ իմ հայոյանքներից երեսից եմ պատժվում։ Ասի գնա քահանայի մոտ խոստովանվի։ Խոստովանվեց մի քանի տարի ապրեց, էլի մահացավ։ Սրանք որպես հեշտ ու հանգիստ ելել են հայոյանք են անում, ելում են այսպես բան են անում։ Խոմ այսպես չի կարելի։ Կաթողիկոս ընդրում է ի վերուստ։ Ինչքան որ քո ժողովուրդն է, դրանից կրկնակի անգամ առավել կաթողիկոսն է։ Դուք արժանեք, որ կաթողիկոսի բան ասեք։ Էլ բան թողեցիք, որ չկպնեք։ Ինչ մի բան է հետաքրքիր։ Ուրեմն ընդհանրապես երկիրը, եթե ուզում են քանդել, առաջինը կպնում են ընտանիքին եւ եկեղեցուն, այսինքն հոգեվորին։ Հիմա ընտանիքա այլասերվածությունը բերեկողել եք ժողովրդի մեջ։ Երեխաներին դաստիարակում եք, հələ մենք սերը բդինայինք, տղա է թե աղջիկը ինքը պիտի ասի։ Միասեռականներին ուզում եք, հավանական է կաթողիկոսին ուզում եք անել, որ եկեղեցին միասեռականների ամուսնություն անի, ես դա հասկանում եմ։ Հավանական է դրան եք գնում։ Տունը ընտանիքը քանդում եք, եկեղեցին քանդում եք ինչ որ ազգը վերանա, հա։ Դուք կոնկրետնի մեր ազգի թշնամին եք, բայց իմ թուրքը դենց բան չի անում, ինչ որ դուք եք անում։ Вообще ինչ եք ուզում այս ժողովրդից։ Ինձ մի բան հետաքրքիր։ Դուք ինչ եք ուզում այս ժողովրդից։ Բոլորին դատարաններն եք լսել։ Մի հատ մարդ չկա, մի հատ քաղաքապետ չկա նախին եւ ներկային, որ Դադաստանի առաջ չկանգնի։ Մի հատ բայրադաշտի լուրջ մարդ չկա, որ հետեւի ժողովուրդ գնա, բոլորին Դադաստանները լցնել եք դատարանները։ Վերջը սրա վերջը ինչ կդեղնի։ Դուք ինչ եք ուզում։ Չէ, դուք սրանով ուր եք տանում այս ժողովրդին։ Հայոց եկեղեցին չեմ տեսել, որ ելնի պետության դեմ։ Երբ հայոց եկեղեցին ելել է պետության դեմ, ուրեմն տեսել է, որ ազգը դավաճաններով է լցված, դրա համար հայոց եկեղեցին չի կարա ձեռնպա մնա։ Հայոց եկեղեցին եթե ձայն չանի, իրոք ժողովուրդը իրանց դուրս կանի այդ եկեղեցուց։ Հայոց եկեղեցին շատ ճիշտ անում է պահին, որովհետև
ինքը հոգու տերն է աշխարհի կյանքում։ Հոգու տերը ավելի մեծ է, քան գլխի տերը։ Դրա համար հոգու տիրոջը պետք է այս ձևի մոդեցում չանենք։ Լավ, դուք չեք գնում, որ հաղորդվելու ժամանակ ծունգի եք գալիս։ Մեղայական եք ասում, մեղայականը կայանում է նրանում մեղակատարածս մեղքերի համար, գիտակցաբար, անգիտակցաբար, պոռնիկության, հայոյության, արբեցության եւ բազում մեղքերիս համար եւ վերջում էր քահանային ասում ես թե հայր սուրբս ես ունեմ միջնորդ առ Աստված հավիտենական, դու ես մեր միջնորդը, այս քահանաները մեր միջնորդն են երկինք գետին ստեղծողի, դուք ես ինչ ձև եք նրանց մոդենում։ Դադաստանը ասում է դուք իրավունք չունեք հոգեվորականներին դադելու։ Դուք նրա բերանի խոսքին լսեք, դադավորը ես եմ բարձյալն Աստված, որ ես կենտանացնեմ, ես սադակեցնեմ, ես աղքատացնեմ, ես հարստացնեմ, ես պաշտոն տամ ու ձեռքից առնեմ։ Ասում է լավ իմացեք, ես ձեզ կարգեցի, որ դուք իմ ժողովրդին տեր լինեք, բայց երբ որ դուք նրանց տանջեք, նրանք ինձ կաղաղագեն, ես նրանց ձայնը կլսեմ եւ ձեզ կպատժեմ։ Եք մի քիչ զգաստացեք աստվածային խոսքից, մի քիչ մեծերին լսեք, մի քիչ ապրած մարդկանց հարկեք ու լսեք, հասկացեք, այս ինչի է ձեր վիճակը, այս ինչի համար եք սենց անում, вообще չեմ էլ հասկանում, թե ինչ եք ուզում դուք, вообще չեմ էլ հասկանում, թե դուք ինչ եք ուզում, ելեք բաց ասեք հասկանանք, նախկին ու ներկա իրար հետ, բոլորը դիրար եք, գիտեմ, այլ նորից եմ ասում, սաղը դիրար եք, ուղղակի մեծի պես մարդկանց այսպես սրի եք քաշել, հերիք եղավ, օգնանք։ Դուք ասում եք ինչ են ուզում եկեղեցուց, կամ որ իրենք կիլոմետրերով հեռու են, հա, եկեղեցուց իշխանությունը, մեր երկրի ղեկավարն ասում է պետք է առողջացնենք եկեղեցին, խոսում են կուսակրոնության ուխտը խախտելու մասին, իբրև թե վեհափառը զավակ ունի եւ ասում եմ մենք հարց ենք նրան ուղղել, թող պատասխանի։ Գիտեք ինչ, ձեզ ենքան հարց են ուղղել, որ ձեր բարոյականության համար, ձեր ամբողջ կեցվածքի, ձեր ընտանիքների, ձեր ծնող բոլորի բարոյականության համար ենքան հարց են ուղղել, որ հələ մի օր դուք ելեք պատասխանեք։ Իսկ այդ հարցը ինչ որ դուք խոսում եք, Ռուսաստանի կաթողիկոսի համար էլ ասում են թե Յապոնչիկը, ուրեմն իր տղան է, կամ ասենք շատ բաներ են խոսում, բայց ձեր ինչ կորն է, դա Աստված գիտի, Աստված է դադավորը, այդտեղ ասում է, դուք չէ որ պիտի դադեք, ես եմ դադավորը, ասում է զորությունների Տեր Աստվածը, գիտեք ամեն ինչից վեր կա Աստված, ամեն ինչից վեր կա հանդերձյալ կյանք, նախ որ խաչը կնկում եք, բերեք այդ խաչ եք անում, դուք հավատում եք, որ հարություն կա, դուք հավատում եք, որ դադաստան կա, դե պատրաստվեք Տիրոջ ահեղ դադաստանին, ես ձեզ եղբայրաբար եմ ասում, դարձի արեք, որովհետև հայերեն եք խոսում, ես չգիտեմ թե ձեր արունը, հայկյան արուն է, թե չգիտեմ ինչ է, բայց ես ձեզ ասում եմ, քանի որ դուք հայերեն եք խոսում, դարձի արեք, մեղք եք, որովհետև եկեղեցին ապաշխարության կանոններ է դրել, եկեղեցին տես վերջի րոպեին Տիրոջը որ խաչում էին, ասում էր հայր, ների սրանց մեղքերը, զի ոչ գիտեն, զի ինչ գործեն։ Նայեք դրանց դասին չտասվեք։ Պատիժը կանգնած է։ Պարոն Ղուկասյան, եթե դուք ծանոթ չեք Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքին, նրան մեղսագրվում է ռազմական հեղաշրջման կոչ անելը, երբևէ Միքայել Սրբազանը ձեզ հետ օրինակ խոսել է, ձեզ առաջարկել է հեղաշրջում իրականացնել։ Բա որ հեղաշրջում էր ասում ռազմական, այդ լավ որ գործողություններ չիրականացրեցին։ Այսօր որ ամբողջ ազգը, եթե կես ազգի կեսին գնաց իրանց հետ սկսես խոսել, կեսը ուզում են կեսի մեռնելը։ Ու ինչ ասես ասում է, եպը սատկի, եպը խփենք, եպը դեսանենք։ Ով ում խփեց որ, ով ում վերացրեց։ Ամեն խոսքի համար կարել է մարդկանց նմանատիպ բաներ ասել։ Իրանք ինչ ասես ասում էին։ Դրանից առաջ եւ հիմա, այն ժամանակ որ պաշտոն չունեին, ինչ ասես ասում էին։ Իրանց հետո այդպես բաներ արեց։ Իրան որ դադում էին, ես դեմ քվեարկեցի։ Իրան որ դադում էին ազգային ժողովում, ես դեմ քվեարկեցի, որ Նիկոլին չդադեն։ Ասում են Սրբազանը գնացել է գաղութը, իրան տեսել է Գուրանի արել։ Ինչ ասեմ, ամեն մարդ իր կատի կյորա, ամեն մարդ իր այրունի կյորա թող խոսի։ Վերջը սա դրանք գրվում են։ Ես մի րոպե չեմ կասկածում, որ այս ամեն ինչը գրվում է։ Եթե ես սուտ եմ խոսում, թող Աստված իմ պատիժը ստա։ Այդքան բան։ Ու ես հավատում եմ դրան։ Ամեն րոպե ես ամեն քայլափոխ հավատում եմ։ Մեկ էլ նորից եմ կրկնում մի բան։ Չնայած ասում է
Ցնծացեք եւ ուրախացեք։ Թող ձեզ ճշմարտության համար եւ իմ համար բանդարգեն, քարկոծեն եւ ադաբանեն։ Ցնծացեք եւ ուրախացեք, ձեր վարձքը երկնքում շատ մեծ է։ Ինչքան նմանատիպ մարդիկ, որոնք կկալանավորվեն ու որոնց ինչ որ մի բան կլինի, նրանք կսկսեն աղոթել ավելի շատ։ Թե հիմա ուղղակի աշխարհիկի մեջ էին, հիմա ավելի շատ կաղոթեն։ Ու դուք այդ ժամանակ վախեցեք Աստծո պատժից, Աստծո դատաստանից, հավատացեք ինձ, կտեսնեք։ Ու մի բան եմ ասում ժողովրդին, չընկճվեք։ Աշխարհի վերջին օրերին ասում է ինչպես տանջանք եւ տառապանք տվեցի Իսրայելի ազգին, նույնպես հայոց ազգին։ Բայց պիտի կա ժամանակ, ոնց որ Իսրայելը տիրեց իր հողերին, նույնպես հայոց ազգը։ Բայց այդ ժամանակ հայոց ազգի թագավոր պիտի լինի Գրիգոր Լուսավորչի տոհմից, իսկ թագավոր Արշակունյաց տոհմից։ Հավատացեք, ժամանակը հասյալ է, այս ինչ որ կատարվում է, հենց դրա համար է կատարվում, սպասենք Գրիգոր Լուսավորչի տոհմի կաթողիկոսին եւ հայոց Արշակունյաց տոհմի թագավորին։ Եվ մենք կտեսնենք Արևմտյան Հայաստանը, Արցախը եւ բոլորը եւ հայերը հզորանալու են, որովհետեւ հայ տերը Աստված է, ոչ ռուսն է, ոչ ամերիկան է, ոչ Եվրոպան է։ Հայ տերը բարձյալն Աստված է, որ ասում է թե Ադամը իր մեղքերը քավում էր հայերեն։ Նոյը խոսում էր հայոց լեզուն եւ Թրախը գտնվում է հայոց բնորանում, որը Բինգյոլն է։ Հանգիստ եղեք, կտեսնեք, չընկճվեք, հավատով լցվեք, դեպի Աստված աղոթները շատացրեք եւ կտեսնեք, որ բարձյալն Աստված լույսը կբացի հայոց ազգի վրա։ Ես հավատում եմ ու սպասում եմ։ Փառք Տիրոջ, ել չեմ խոսա։ Միքայել Սրբազանի շուրջ տեղի ունեցող իրադարձության ժամանակ ընդդիմադիրները որոշեցին համախմբվել եւ առաջադրել նրա թեկնածությունը վարչապետի։ Դուք սրա վերաբերյալ ինչ դիրքորոշում եք։ Չնայած Միքայել Սրբազանը հետո հայտարարություն է Ես չէի ուզենա իրան տեսնել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինքը ամբողջ կյանքը հոգեվորական եղել է։ Ինքը եղել ամբողջ կյանքը հոգեվորական։ Ես իրան հոգևոր ոլորտում եմ տեսնում, քան ասենք աշխարհի կյանքում։ Ինքը այնտեղ ես գտնում եմ իմ մտածելակերպով, ինքը ավելի հոգևորին թող ծառայի, քան թե այնտեղ, որովհետև ինքը ընդհանրապես դրա մեջ չի եղել։ Գոնե մի քիչ ինքը ճիշտ է արել, ես ավելի ուրախացա իր որոշման համար։ Երկու սրբազաններն էլ գյումրեցի են, ասեմ ձեզ։ Տեսնում եք Գյումրին ինչեր է տալիս։ 774 թվականին Կումայրի գյուղաքաղաքում արաբների դեմ առաջի ապստամբությունն եղավ այստեղից 774 թվականին։ Այն ժամանակվա հեղափոխությունը Լենինականից Գյումրիից եղավ։ Հերո մնացեք։ Երկիրը ոչ թե ռեժիմով է պահվում, տուն քանդելով, բռնել տալով է պահվում, երկիրը պահվում է սիրով ու հարգանքով։ Ոչ թե պետք է տուն քանդեք, այլ տուն կառուցեք, ապրեցրեք, այդ սկզբունքը կիրառեք։ Եթե սեր չկա, ուրեմն գիտեցեք, որ ոչ մի բան չկա, չեք կարող, ժողովուրդը ինձ փագեն, մյուսին փագեն, մայրերի արգանդը հայոց նորից կծնի ու ծնել է, այն կանչայելներ կամ ոգևորված, որ նայում են, կտեսնեք, չեք կարող, այդպես չի լինի, այդպեսով երկիր չի պահվի, լավ իմացեք, բոլորի դեմ ասում։ Պարոն Ղուկասյան, դուք նաև ասացիք, որ այն մարդիկ, ովքեր այս կյանքում ունեն որոշակի ապրած, իրենք հեղինակություն են, իրենց դեմ են դուրս եկել եւ սրի են քաշում։ Վերջին շրջանում նաև Սամվել Կարապետյանի կալանավորմանը կուզեմ անդրադառնալ եւ ընդհանրապես հեծի ազգայնացմանը, պետականացմանը հիմա նրանք օրինագիծ են ներկայացնելու ազգային ժողով։ Ասել եմ իմ խոսքս, դադապարտել եմ ու նորից դադապարտում եմ, ել չեմ էլ ուզում անդրադառնալ։